ընկերներ ողջույն, շարունակենք ուրեմն խնդիրների դիտարկումը Python-ի հետ կապված եւ դիտարկենք հետեւյալ խնդիրը՝ գրել ծրագիր, որ կսորտավորի dictionary-ին ըստ value-ների։ Նախ եւ առաջ եկեք հայտարարենք մեր dictionary, ուրեմն data մեր dictionary-ի անունն է եւ սկսենք արդեն հերթով տարերը լցնել։ Ուրեմն եկեք առաջինը տանք b-ին, որը կենթադրենք պարունակում այսինչ արժեքը, հաջորդը ուրեմն եկեք տանք c-ին, որը պարունակում է 0 արժեքը, հետո եկեք տանք p-ին, որը պարունակում է 63 արժեքը, հետո եկեք տանք w-ն, որը պարունակում է -1 արժեքը, մի հատ էլ տանք եւ բավականը, հետո թող լինի t-ին, որը պարունակում է ենթադրենք ինչ-որ միջանկյալ 9 արժեքը։ Սա մեր dictionary-ն է, հիմա այն պետք է սորտավորենք։ Նախ եւ առաջ եկեք սորտավորումը մի քանի մոտեցում ցուցաբերենք, տեսնենք ինքը ինչպես է աշխատում, ոնց է վարվում։ Ուրեմն սա մեր փոփոխականն է, k, որը հավասար է sorted, եւ իրեն փոխանցում եմ ես data-ն, որը ուզում եմ սորտավորել։ Եվ եթե հիմա ես արտածեմ k-ը, ապա էկրանին տեսնելու եմ data-ի key-երը, այսինքն այս վերջակետից ձախ կոչվում է key-ը, աջ կոչվում է value, ուրեմն key-երը սորտավորված, այսինքն երբ sort-ին ես փոխանցում եմ իմ dictionary-ին անունով որպես այդպեսին, ապա ինքը սորտավորվում է ըստ բանալիների։ Հիմա եկեք սա աշխատացնեմ ու տեսնենք, որ ինքը սորտավորել է արդեն այս տառերը ըստ իրենց բանալիների B, C, P, T եւ W, հա, այստեղ քանի որ բոլորը էության այբենական կարգով են, մենակ այս վերջ երկուսն են, որ տարբեր են, դրա համար տեսեք սորտավորեց ըստ բանալիների։ Հիմա ինչ եթե ես ուզում եմ օրինակ սորտավորեմ ըստ արժեքներին։ Ըստ արժեքներին սորտավորելու համար եկեք վարվենք հետևյալ կերպ value-ն հավասար է sorted, իրեն փոխանցում ենք data get values։ Ապա այս դեպքում ինքը սորտավորում է արդեն ըստ արժեքների։ Այստեղ եկեք values տպենք, որ տեսնենք այդ ամենը։ Տեսեք ըստ արժեքների սորտավորում իրականացրեց։ Հիմա ուզում ենք վարվենք հետևյալ կերպ։ Ուրեմն սորտավորում իրականացնենք այս զույգերով, այսինքն ըստ արժեքների։ Տեսեք, քանի որ արժեքից ամենափոքրը -1-ն է, ուրեմն -1-ը իր բանալիով պետք է լինի մեր նոր dictionary առաջին տառը։ Հետո պետք է լինի սա, հետո սա, հետո սա ու նոր սա։ Ըստ այդպիսի սորտավորում փորձենք ստանալ։ Հիմա ոնց դա իրականացնենք։ Նախ եկեք այս dictionary-ին սորտավորենք ըստ բանալիների, բայց սորտավորած բանը նշանակում է հետևյալը, որ այստեղ սորտավորեց ըստ արժեքների սորտավորենք, ուրեմն ըստ արժեքների երբ սորտավորեց, ինքը վերցրեց արժեքները սորտավորեց, այստեղ վերցրեց բանալիները սորտավորեց, բայց հիմա թող բանալիները սորտավորի կախված իրենց արժեքներից, այսինքն առաջինը պետք է լինի W-ն, որտեղ W արժեքը ամենափոքրն է։ Դա ոնց ենք իրականացնում։ Դա իրականացնելու համար այստեղ գրում ենք ուրեմն սորտավորի data-ն որպես բանալի փոխանցում ենք ին հավասար է, ուրեմն փոխանցում ենք data get-ը։ Այս դեպքում, երբ սա այսպես փոխանցում ենք, իրեն փոխանցում ենք այս ձև, այսինքն սորտավորի data-ն, բայց իրան տալիս ենք նաև բանալին, որը data get-ն է։ Երբ փոխանցում ենք data get-ը, ապա այդ դեպքում ինքը սորտավորում է ըստ value-ների key-երը։ Հիմա եթե բանալիները տպեմ, այսինքն ապա կտեսնենք, որ սորտավորեց, ասենք W-ն առաջինն է, որտեղ W value-ն ամենափոքրն էր։ Հետո գայս ասին, որտեղ C value-ն երկրորդ ամենափոքրն է, եւ այդպես շարունակ։ Շատ լավ, սա ունեցանք, այստեղ ունենք արդեն value-ներն է սորտավորված, ուրեմն մեզ մնում է ինչ անել։ Եկեք լավ, այդ value-ները տպենք, որ տեսնենք, print անենք value-ները։ Տեսեք, եւ արժեքներն ունեմ սորտավորված, բանալիներն ունեմ սորտած։ Հիմա պետք է զույգերը ստանամ եւ գցեմ իմ նոր dictionary մեջ, այսինքն new data-ն ընդհանրենք հավասար է։ Ինքը data ուրեմն dictionary եւ հերթով պետք է լցնենք, ուրեմն for ենք պատտվում, for e in range len մեր data-ի չափով թողինա, data այսպես data-ի տարի չափով պատտվում, այսինքն 5 անգամ պատույտա կատարում։ Ուրեմն ամեն անգամ ինչ ենք անում։ Ամեն անգամ բարում ենք հետևյալ կերպ new data-ի։ Ուրեմն այստեղ index չեմ կարող փոխանցեմ, ինքը բանալիներով է աշխատում։ Իսկ իա բանալին լինելու է k-ի 9-րդ տարը, չէ՞։ Այսինքն 9-րդ տարը սկզբում սա է լինելու, այսինքն այստեղ գրենք k-ի։ Սա հավասար է, արդեն հավասար է լինելու value-ի 9-րդ տարին։ Այսինքն ու մեզ վերջում մնում է արտածենք այստեղ print անենք new data-ն։ Այսինքն հիմա եկեք աշխատացնենք։ Տեսեք, արդեն dictionary-ին տպեց այն ինչ որ մենք ուզում ենք։ Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, այստեղ արդեն հասկացանք սորտավորումը ինչպես է դրսևորվում, ինչպես է աշխատում dictionary-ների հետ։
Եթե հարցեր կունենաք մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեոկուրսեր, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Առջևում էլ ավելի հետաքրքիր խնդիրներ են իրենց հետաքրքիր մոտեցումներով։ Լավ մնացեք, կհանդիպենք։